Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ հետևորդներ, հարգելիներս, խոստացվածի համաձայն անդրադառնալու եմ ներքաղաքական անցուդարձին եւ խոսելու եմ մասնավորապես ուժեղ Հայաստանի շուրջ ընթացող զարգացումներին եմ անդրադառնալու։ Մինչ կգամ առավել առարկայական եւ առավել փաստարկված կներկայացնեմ, թե ինչ է կատարվում ուժեղների շուրջը։ Նախ մի քանի խոսքով այսպես կփորձեմ կարգի հրավիրել ուժեղ Հայաստանի այսպես լոգոտիպերով, մայկաներով կամ չգիտեմ այսպես տարբեր ներքնաշորերով իրական պրոֆիլներով ներկայացող անձանց, ովքեր այս օրերին, այս վերջին մի քանի օրերին խիստ ակտիվացել են իմ տարբեր այսպես Facebook-յան, YouTube-յան, Instagram-յան տարբեր էջերի տակ եւ այսպես լսում եմ, չեմ ուզում իջնել ձեր մակարդակին եւ ձեզ վիրավորել, եթե հարկ լինի կվիրավորեմ շատ ավելի վատ ձևով եւ շատ ավելի կոպիտ ձևով ձեզ կվիրավորեմ։ Ընդհանրապես ձեզ հորդորում եմ տեղափոխվել առավել adekvat դաշտ, քանի որ իրական պրոֆիլներ եք, գոյություն ունեցող անձինք եք, միանգամից ասեմ, որ ձեր հայտարարությունների, չգիտեմ, տենց կիսահայհոյախառը ձեր հիմարությունների հետ կապված, ուրեմն պատասխանը տալու եք, ես իմ հետևորդների, իմ լսարանի առաջ խոստանում եմ, ձեր եւ նկարները, ձեր գրածները, ձեր ախորը, որ բացել եք, այդ բոլորը սկրինավորած է, եւ դուք այդ պատասխանը նախ եւ առաջ տալու եք բարոյական հարթության մեջ, եթե որևէ հարց ինձ համար գոհացնող չեղավ պատասխան, կտեղափոխվենք նոր իրավական հարթություն։ Պատասխանը տալու եք Կարապետյանների դինաստիայի մոտ, այդ ուժեղ երերացողները, այդ որ գալիս եք, չգիտեմ, ինչ-որ հիմարություններ, ինչ-որ էշություններ, գիտեք ծիծաղելի է։ Ամեն մարդ ընդհանրապես ինչ կյանքով ինքը երևի ապրում է, ինչ սկզբունքներով որ առաջնորդվում է, այս կյանքում, երևի նույնը փնտրում է դիմացինի մեջ եւ կա հայտնի մի այսպիսի արտահայտություն բոլորիս հայտնի, որ ասում են ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան։ Հիմա դուք եկել եք ու ընդհանրապես նկարագրում եք ինքներդ ձեզ, օրինակ, մեջբերեմ ձեր մի երկու հիմարություններից, այն որ ասում եք մեզ ինչքան են, չգիտեմ, բերել գումարներ տվել, ինչքանով են կաշառել, որ կենտրոններից են մեզ, չգիտեմ, ուղղորդում, որքան գումարներ ենք ստանում եւ տրամադրվում են ահռելի թվեր եւ այլն։ Լսեք, ինչ ասեմ ձեզ, երիտասարդներ, գիտեք ինչի եք դուք ամեն ինչի մեջ, ամեն հայտարարության մեջ, տեսնում ասենք օրինակ փող եւ շահ, ահ եւ տուր, զակաս, պատվեր եւ այլն, որովհետեւ մենք պարբերաբար տարբեր պաշտոնական հաղորդագրություններ ենք փաստորեն կարդում, տեսնում, ծանոթանում, որ օրինակ ուժեղ Հայաստանի անդամները անցնում են այդ ար եւ տուրի գործերով, հասկանում եք ինչն է պատճառը, որ դուք դիմացինի մեջ տեսնում եք կամ փնտրում եք նույնը, ինչ ուզում եք մտածեք, ինձ համար դա որևէ էական նշանակություն չունի եւ դրանով որևէ բան չի փոխվելու իմ ասելիքի մեջ, արդեն ասացի դրա պատասխանը ստանալու են ձեր ետևում կանգնած առաջնորդները, ձեր շեֆերը, լավ, այսպես ասեմ, եւ եթե հանկարծ որևէ տիպի վիրավորանք կհնչի ձեր, չգիտեմ, շեֆերի մակարդակով, այդ օրը դուք կտեսնեք, թե վիրավորանքը ինչպիսին է լինում եւ հակադարձերը ինչպես է լինում ընդհանրապես, այդ օրը դուք կծանոթանաք, թե ինչպես կարելի է օրինակ վիրավորել։ Ես երբևէ մինչ այս պահն որևէ մի ուժեղականի ձեր պատկերացրած կամ ձեր լիդերների մակարդակով ես ինձ թույլ չեմ տվել անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնել, որովհետև դուք այնքան կիքսեր եք թույլ տվել եւ թույլ եք տալիս այս օրերին քաղաքական օրակարգում, քաղաքական դաշտում, որ այնքան ասելիք կա ձեր մասով, ես այդքան կներեք, էլի դատարկ չենք, որ վեր կենանք եւ անզորությունից մեր, տեղափոխվենք անձնական վիրավորանքների դաշտ եւ միանգամից ասեմ, որ դուք ձեր սեփական անզորության պատճառով, քանի որ չունեք հակափաստարկ, չունեք պատասխան, հիմնավոր պատասխան, օրինակ հնչեցրած մեր հարցերին պատասխանելու, տեղափոխվում եք
հիմարագույն ասում եմ են դիլետանտի նման տեղափոխվում եք ինչ-որ անձնական վիրավորանքի դաշտ, որը առնվազն ծիծաղելի է։ Հիմա, երբ որ դուք խոսում եք այդ առ և տուրի մասին, մի քանի օր առաջ ձեր ուժեղ Հայաստանի անդամների մասին կարծեմ հակակոռուպցիոնը տարածեց հաղորդագրություն, որ բացահայտվել է ընտրակաշառքի դեպք։ Սմակի ասար ինձ Սեթմո Խափերյան ունվարի փող չի տվի 150,000 կտա, ես շատ գիտեմ ինչ ոնց։ Հա Սեթ։ Էդ ջան, դու ունվար անցին մի 10 րոպեով եկել ես մեզի մի բանով քյոմա։ Ախպեր, ես չեմ եկել, ուրեմն չեմ եկա вообще։ Այդ ինչքան որ ես արել եմ, էդի քասեր քեզի հալալ ելնի, բայց այդ 180 հոգին ես կտամ ուրիշի։ Ախպերս ինչ տվել են քեզի դու կամոձան թոբելի ցավը տանեմ։ Այդ 180-ներ տարտուր քպեին տոտան քեզի ցավը տանեմ։ Ես քպեին չունեմ տալիս, գիտեմ ում կտամ։ Դե ում կտաս տուր, մեն տվասել տուր մեզի ցավը տանեմ։ Այդ որ մեզ ասում եք, մեղադրում եք, ով է մեզ տալիս, ումից ենք առնում, վերցնում եւ այլն, ոչ մեկից ոչ տալիս ենք, ոչ առնում ենք, ոչ վերցնում ենք, որ տամ առնեմ էլ, ճիշտն ասած ձեզ աչոտ չունենք տալու ընդհանրապես, բայց հանուն արդարության մենք խոսում ենք իրականության մասին, այն ինչ որ մենք տեսնում ենք իրականում։ Դուք այնքան տուպո եք, դուք այնքան անգրագետ ինֆանտիլ եք, որ հակակոռուպցիոնի պաշտոնական հաղորդագրությունը տեսնում եք, հա տեղադրված է մեր էջերում, իմ էջում կոնկրետ, տակը գալիս եք ու ինչ եք գրում ձեր ուժեղականներով, ասում է հերթական մուտիտը սկսվեց, հերթական ապատեղեկատվությունը սկսեց, այդ տգետներ, եթե հակակոռուպցիոնը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ ձայնագրություն են հրապարակել, որ խոսում եք տալու, առնելու, ռենտգեն ինստիտուտներում, չգիտեմ ինչեր վերցնելու տալու մասին, դուք եկել ինչ եք բարբաջում կամ վայրահաչում, որ այդպես է։ Ես դեռ չեմ վիրավորում, ձեզ ասում եմ, հաջորդ անգամ կվիրավորեմ շատ ավելի վատ տոնի մեջ։ Մի հատ ձեզ հավաքեք ու ձեր ասում եմ այդ կեղտոտ գործերն ու գործարքները, այդ ականջները փնտրեք ձեր սեփական տարածքներում, այլ ոչ թե ուրիշ տեղ։ Եվ ինչ եք տեսնում ձեր պատկերը, այսինքն եթե դուք այդքան ուժեղ եք, եթե դուք ունեք օրակարգ, եթե դուք ունեք ասելիք, դուք կարող եք քաղաքական դաշտում այնպիսի հայտ ներկայացնեք, որ կարողանաք ձեր բառերով ասած կրեք, գաք հասնեք վարչապետի աթոռին, գնացեք հաղթեք, ով ա ձեզ խանգարում, բայց եթե դուք ինչա դուք բացի փողից, բացի տալ առնելուց ուրիշ ճանապարհ չունեք, ձեր կողմը ինտեգրելու, չգիտեմ, մարդկանց տարբեր, չգիտեմ, մասաների ձեր ետևից տանելու եւ այլն։ Այսինքն մարդիկ պետքա շահի համար գան, փողի համար պետքա գան ձեր ետևից ու գան ձեզ ձայն տան, հա։ Մենք ինչ ենք տեսնում, մենք ձեզ հարց ենք տալիս, ասում ենք, որ օրինակ խոսում եք անվտանգության երաշխավորների մասին, դուք խոսում եք դիվանագիտական հարաբերությունների մասին, խոսում եք, որ պետք է դաշնակցային հարաբերություններ ունենանք ամենատարբեր երկրների հետ եւ այլն, լավ եք անում, շատ ճիշտ եք ասում, տեղին եք ասում, մենք էլ հարցնում ենք, ասում ենք, լավ, այդ անվտանգության երաշխավորը բա ով է, հենց այդ մասին խոսում ենք, ինչ որ ձեզ մոտ այսպես նոպաների գիրկն է կընկնում, նոպաների բռնկում է նկատվում, եւ դուք պատասխան չունեք, չկա այդ պատասխանը, բայց փոխարենը ձեր քաղաքական հայրիկը ժամանակից շուտ վեր կացավ եւ համ ձեզ փուրը տվեց, համ էլ բոլոր խաղաքարտերը բացեց, ինչպես ասում են։ Ինչ վերաբերվում է ընտրակաշառքների մասով, ես դեռ էլի բանկավոր պիտի այդտեղ ասեմ, բայց հիմա ասեմ, որ Վլադիմիր Պուտինը ձեր բոլոր խաղաքարտերը շատ բաց ներկայացրեց հայ հանրությանը եւ միանգամից փուրը տվեց շատ կարճ ու կոնկրետ Սամվել Կարապետյանին եւ ձեր այդ ուժեղներին։ Ասեմ թե ինչու։ Երբ որ ՎՎ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասում է, որ իր ցանկությունը մեծ է, որ Հայաստանի քաղաքական գործընթացներին մասնակցեն նաեւ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք եւ այլն,
հստակ Պուտինը մեսիջներ ուղարկեց, ազդակ ուղարկեց, որ սատարում է Սամվել Կարապետյանին եւ ուժեղ Հայաստանին։ Եթե կա էլի, չգիտեմ, քաղաքական ուժ, ով կոնկրետ ասոցացվում է ՎՎ Պուտինի եւ Կրեմլի հետ, խնդրում եմ գրեք, ուրիշ ում կարող է նկատի ունենալ, եթե ոչ Սամվել Կարապետյանին։ Այս հայտարարությամբ ՎՎ Պուտինը շատ լավ իմանալով Հայաստանում ինչպիսի են տրամադրությունները ռուսական իշխանությունների, այդ նույն Պուտինի նկատմամբ, սրանով հստակ փուրը տվեց, ասում եմ, Կարապետյաններին ամենակարող ցարը, որովհետև շատ լավ տեղյակ են այդ նույն ռուսական շրջանակները, Ռուսաստանի իշխանությունները, թե Հայաստանում իրենց դրսևորած քաղաքականության պատճառով ինչպիսի հակառուսական տրամադրություններ են տիրում, որովհետև ոչ թե տրամադրություն կամ չգիտեմ հակակրանք ռուսացքի նկատմամբ, ոչ, խոսքս գնում է ձեր ռուսական քաղաքական վերնախավի, ձեր էլիտայի նկատմամբ, ինչպիսի հակասական տրամադրություններ կան, որովհետև դուք եք վաստակել այդ հակասական տրամադրությունները։ Հիմա երբ որ այդ ամենով հայտարարությունը լսեցինք ՎՎ Պուտինի կողմից, որ ցանկություն ունի այստեղ ՌԴ քաղաքացիություն ունեցողները մասնակցեն այդ քաղաքական գործընթացներին, միանգամից Պուտինը դրանով երկու պարան գցեց Սամվել Կարապետյանի, այսպես ասած, պարանոցին։ Ասեմ թե ինչու, որովհետև ընտրվելու դեպքում Պուտինը ասելու է, որ տեսար, հայտարարությունը արեցի, մեսիջները փոխանցեցի, որ կողքիդ եմ, սատարում եմ, ցանկություններս հայտնեցի եւ դու դարձար Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն մենք այն որ ասում է խարխուլ մակույկով հանձնվում ենք Ռուսաստանի, չգիտեմ, ալիքներին, գնում եւ հանձնվում ենք վերջնականապես Ռուսաստանին, որովհետեւ ձեր տղայականով ասեմ դեմնա չէ դնելու վաղը, ասի բա ես հայտարարեցի, դու էլ կրեցիր, հիմա ինչ ասեմ պիտի անես, ինչի կարա տենց օրինակ իրավիճակ լինի, որ ենթադրենք էլի հաղթելու դեպքում որևէ մի բան, որևէ մի հայտարարություն տարու բարի կարողանա հակադրվի Սամվել Կարապետյանը, ում ամբողջ ֆինանսական կապիտալը գտնվում է այդ նույն Պուտինի տարածքում։ Կարա տենց բան լինի, ժողովուրդ ջան, այդ անհնարին է ուղղակի։ Կարա հակաճարի որևէ տարու բար կարող ասել ու հակադրվել, երբ որ չգիտեմ, բախվեն Հայաստանի Հանրապետության օրինակ շահերը որևէ կետում։ Նման բան տեղի ունենալ չի կարող։ Ինչ որ մի բանի կանգնի ասի օրինակ նյետ։ Նման բան անհնար է, որովհետև 3 րոպե հետո մենք շատ լավ գիտենք, թե ինչ կարող է տեղի ունենալ եւ ինչ տեղի կունենա Սամվել Կարապետյանի բիզնեսների հետ։ Այդ մասին էլի մի անգամ ասել եմ։ Այնպես որ Սամվել Կարապետյանի հաղթանակի դեպքում համ Հայաստանի Հանրապետությունը այսպես ամբողջականապես տանում եւ տեղավորում են ռուսական արջի երախում, երկրորդ դեպքում էլ եթե Սամվել Կարապետյանը ձախողում է, չի կարողանում գալ եւ տիրանալ հասնել վարչապետի աթոռին, էլի կա երկրորդ օղակը, երկրորդ պարանը, երբ որ ասելու է, որ տեսար վերկացա, հստակ հայտարարեցի, մեսիջներ, ազդակներ ուղարկեցի, որ հետդ եմ, կողքդ եմ, մի խոսքով ռուսական արջը կանգնած է քո հետևում սարի նման, բայց դե ինչ անեմ, Սամվել ջան, ախպեր ջան, չընտրվեցիր, տեսար, չկարողացար հաղթահարել, ոնց անի Սամվել Կարապետյանը պարտք է մնում ամենակարող ցարին, այսինքն որ ասում է մեջքին կանգնել է, ոնց որ թե բարիս ամենաուղիղ իմաստով ամենակարողը կանգնել է Սամվել Կարապետյանի մեջքին։ Ես ուղղակի ներկայացնում եմ այն իրավիճակը, ինչը կարող է տեղի ունենալ, երբ որ ասում եմ Սամվել Կարապետյանը օրինակի համար հայտնվի Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին։ Հիմա որ ասեմ, պիտի ասեք Նիկոլի ջրաղացին ջուր եք լցնում, ոչ մեկի ջրաղացին ջուր չենք լցնում, բայց հանուն արդարության Նիկոլը կարողացավ, չէ՞, համենայն դեպս ասեց նյետ։ Նիկոլն ասեց, որ սահմանադրությունը մեր թույլ չի տալիս, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձիկ մասնակցեն քաղաքական գործընթացների։ Հիմա ուզում եմ օրինակ հարց տամ։ Այն ինչ որ կարողացավ ասել նույն Նիկոլը ՎՎ Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Օրինակ Սամվել Կարապետյանը կկարողանար այդքանը վեր կենալ եւ տետատետ վեր կենալ ու որևէ հարցի հետ կապված ասել ոչ։
Մենք չենք կարող այսինչ բանը անել։ Չի կարող նման բան տեղի ունենալ։ Ես Նիկոլ Փաշինյանին չեմ պաշտպանում, աստծո սիրուն, բոլորը գիտեն իմ վերաբերմունքը, կարող եք դնել, ետ տալ, պտտել, նայել, ես միշտ եմ քննադատել, միշտ եմ քննադատելու եւ չի էլ քննարկվում այդ հարցը, բայց ես խոսում եմ իմ երկրի շահերից ելնելով։ Մենք ի վերջո պետքա գիտակցենք, որ մեր պետականությունը պահպանելու խնդիր ունենք։ Այդ որ ասում ենք կամ պիտի գնանք Ռուսաստան, կամ պիտի գնանք Արևմուտք, ժողովուրդ ջան, մենք կարենք մտածենք նրա մասին, որ մենք պիտի մնանք մեր տեղում, մենք պիտի կարողանանք աշխարհի հետ լեզու գտնել, պիտի կարողանանք բանակցել բոլորի հետ, պիտի կարողանանք բոլորի հետ մեր կամուրջները ստեղծել եւ կարողանանք իսկապես դիվանագիտական կորպուսում առավել շահեկան դիրքերում հայտնվել։ Մենք այդ մասին պետք է մտածենք, այլ ոչ թե մտածենք, ասենք, դե կամ գնում ենք Ռուսաստան, կամ էլ գնում ենք Արևմուտք։ Գիտեք, այդ շանտաժի է նման։ Այդտեղ էլ մանիպուլյացիա է գնում, հասկանում եք, ժողովուրդը լսում է, շատ չի խորանում միգուցե այդ ամենի մեջ, ասում է, դե ճիշտ են ասում էլի, կամ պիտի ռուսի սապուկը ընտրենք, կամ էլ թուրքի յաթաղանը։ Փոխարենը մտածենք, ասենք, մենք ոնց անենք, որ ներսից մեզ ուժեղացնենք, ոնց անենք, որ ինչպես նախորդ անգամ եմ ասել, Նիկոլ Փաշինյան, բոլոր նախկին չինովնիկների, նախկին պաշտոնյաների, բոլոր են տարած լափածների, տարածը, քերածը, այդ թրծրածը Նիկոլ Փաշինյան պետքա դառնա զենք։ Մենք միշտ պետքա պատրաստ լինենք պատերազմի, այ ընկեր ջան, որ կարողանանք խաղաղ ապրել։ Ես հարգելի ընկերներ, ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ եմ, ես հայամետ եմ։ Ինչի համար եք էլի ամեն անգամ մենք ինչի պետք է ամեն անգամ օրինակ տարանջատենք, մեր հայազգի մեջ արդեն մատնացույց են անում, սա ռուսամետ է, սա արևմտամետ է, էսի ես ինչ ական է, էսի ես ինչ ամետ է։ Ժողովուրդ ջան, մենք ընդհանրապես պետք է հայամետ լինենք, մենք պետք է պետականամետ լինենք եւ մտածենք իրականում մեր պետության մասին։ Եթե հավատացեք ամեն մեկս մեր տեղում, մեր աշխատանքի մեջ, մեր գործունեության մեջ, ընդհանրապես ամեն մարդ ինչ գործով որ զբաղվում է, վերաբերի այդ ամենին պատասխանատվությամբ, հավատացած եղեք, որ մենք ինչ որ մի կետում, ինչ որ միտեղ կկարողանանք բոլորս մի մեխի վրա խփել հանուն մեր նպատակների եւ գտնվել առավել շահեկան դիրքերում։ Եկեք մնանք հայամետ, լինենք պետականամետ եւ մտածենք միմիայն մեր պետության շահերի եւ մեր պետականության պահպանման մասին մենք պետք է մտածենք։ Սա է իմ կարգախոսը ընդհանրապես։ Ես առաջնորդվում եմ այդ կարգախոսով։ Դրա համար այդ հիմարությունները, որ գրում եք, ծիծաղելի է, անկեղծ եմ ասում, դրանց ուշադրություն դարձնել երևի ընդհանրապես պետք չի։ Հիմա գամ ընտրակաշարքների այդ հայտնի հաղորդագրություններին, երբ որ հակակոռուպցիոնը տարածեց հաղորդագրություն, որ ուժեղ Հայաստանի անդամների հետ կապված բացահայտվել է ընտրակաշարք բաժանելու դեպք։ Երբ որ պաշտոնական հաղորդագրությանը ծանոթանում ենք, դրանից հետո մենք լսում ենք ձայնագրություն, որ ինչ-որ առնելու, տալու, վերցնելու, չգիտեմ, պրոցես է ընթանում ուժեղականների շրջանում, ընդհանրապես կես ժամ հետո կամ պայմանական 1 ժամ հետո ուժեղ Հայաստանի լրատվական, չգիտեմ, այդ կառույցի ղեկավար է, խոսնակ է, իրեն գիտեն, Մարիաննա Ղահրամանյանը եւ չգիտեմ այդ ձեր ուժեղականները հայտարարում եք, որ այդ ամենը կեղծ է, չգիտեմ, շինծու է, սարքած է ու գալիս մեր էջերի տակ էլ այդ որ որոշները բացում եք ձեր ախոր հիշեցնող բերանը ու գրում եք մուտիտ եք անում, սուտ եք ասում, հորինում եք, ժողովուրդ ջան, տարածել է հակակոռուպցիոնը, պաշտոնական հաղորդագրություն է, մուտիտը որտեղ տեսակ էլ եթե ուզում հասկանաք։ Հիմա օրինակ հիմնավոր է մուտիտ դուք եք անում, թե մուտիտ անում է օրինակ նույն հակակոռուպցիոնը։ Եվ զարմացած եմ մի հանգամանքի վրա, որ մինչ այս պահը, ինչն է պատճառը, որ նույն իրավապահ համակարգի ներկայացուցիչների, իրավապահ մարմինները չեն հրավիրել հարցաքննության, օրինակ Մարիաննա Ղահրամանյանին եւ այն բոլոր ուժեղներին, ուժեղ Հայաստանի ուժեղներին, այն որ ասում են սարքածա, շինծույա, մոնտաժածա, կտրտածա, չգիտեմ, մի խոսքով հորինածա, ինչի չեք հրավիրում հարցաքննության, մի հատ հասկանաք, այսինքն հակակոռուպցիոնի հայտարարության հետ կապված հստակ մեղադրանք է հնչեցվում ձեր կողմից տարածած հաղորդագրության հետ կապված, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ընկեր հակակոռուպցիոն
եւ շինծու հաղորդագրություն տեղեկատվություն եք տրամադրում եւ այլն։ Ինչի՞ չեք հրավիրում հարցաքննության։ Եվ ուզում եմ հասկանալ, դուք առնվազն պետքա Մարիաննա Ղահրամանյան, առնվազն պետքա որևէ փորձագիտական կենտրոնից ունենայիք պատասխան, համապատասխան փաստաթուղթ, որ այդ ձայնագրությունները կեղծված են, մոնտաժված են, չգիտեմ, հորինվածք են եւ այլն, եւ նոր ըստ այդմ հենվելով պաշտոնական որևէ փաստաթղթի վրա, նոր նման հաղորդագրություն տարածեք, որ այդ ամենը սարքած է, մոնտաժած է եւ այլն։ Ես ուզում եմ հասկանամ, էլի դուք օրինակ այդ մի ժամվա ընթացքում, ասենք, տաշիր պիցաների խոհանոցում էր այդ փորձագիտական պատասխանը ստացվել, խոհանոցներում թխվել էր, ստացվել էր, Պսկովի փորձագիտական օրինակ կենտրոնից էիք նման պատասխան ստացել, որ այդ ամենը մոնտաժված է, որ վեր եք կենում ու մի ժամ հետո ասում եք մոնտաժած է, սարքած է եւ այլն եւ այլն։ Որտեղ եք ստացել օրինակ այդ փորձագիտական պատասխան, որևէ փաստաթուղթ, որևէ հիմք, որտեղ կա, մեր աչքը մցրեք, մենք էլ տեսնենք, հավաստիացրեք, հակադարձեք փաստերով, որ այդ ամենը մոնտաժած է ու սարքած է։ Հիմա ինչ լինի, պետքա տանեք ChatGPT-ի ջեբը, գցեք, չեմ հասկանում։ Ասեք սարքած է, մոնտաժած է։ Այդ ոնց է, ձեր Սամվել Կարապետյանը վերակենում, ասենք, օրինակ, արհեստական բանականությամբ շփվում է Հայաստանի Հանրապետության ընտրողների հետ, մենք այդ ամեն ինչին պիտի հավատանք, բայց երբ որ հակակոռուպցիոնը հայտարարում է կոնկրետ ընտրակաշառք բաժանելու դեպք են բացահայտում, ձայնագրություն են տեղադրում, այդ ձայնագրությանը մենք պիտի չհավատանք, լավ է ChatGPT-ն էլ դուրս եկավ, ես չեմ հասկանում, որ եթե չլիներ, ինչ էր լինելու Հայաստանի ընդհանրապես օրն ու հալը։ Ոնց թե կես ժամ հետո ասում է ստել է, սուտեղ է, այդ որտեղից իմացաք, այդ որ հիմքով, եւ ինչի չեն իրավապահները հրավիրում հարցաքննության Մարիաննա Ղահրամանյանին եւ բոլոր նրանց, ովքեր ստորագրում են այդ հայտարարության տակ։ Գուցե սարքած է, գուցե դուք ճիշտ եք ասում, բայց այդ ամեն ինչը պետքա փաստերի լեզվով խոսեք, փաստերով պիտի խոսեք, մեր աչքը մտցնեք այդ փաստերը, որ մենք էլ համոզվենք, վեր կենանք հակակոռուպցիոնին քննադատենք, թե ինչու են ձեր նման սրբերին, չգիտեմ, Գաբրիել հրեշտակն է երևի Սամվել Կարապետյանը, դուք ընդհանրապես նման բաների հետ կապ չունեք եւ ձեր նման սուրբ անձնավորություններին ահա խնդրեմ ինչերի մեջ են մեղադրում։ Մոտ այնպիսի տպավորություն է, որ օրինակ Մարիաննա Ղահրամանյանը համ քննիչն է, համ դատախազն է, համ հետաքննիչն է, համ օպերատիվնիկ է, մի խոսքով ամեն ինչ է, հակակոռուպցիոն է, դատարան է, վերաքննիչ դատարան է, իրանք ամեն ինչ կան, իրանք որոշողն են, վճռողն են, մեղադրանքը առաջադրողներ են, վճիռը կայացնողներ են, վերջում կնիքներ դնում են, ասում են չէ, կեղծած էր ու վերջ, տես չի լինում։ Եթե բան եք խոսում, մի բանի մասին հայտարարում եք, ուրեմն խոսեք փաստերով, հիմնավորված, որպեսզի մենք կարողանանք սուտն ու կեղծիքը իրարից տարանջատել։ Ուժեղ Հայաստանի երկրորդ ձախողված պլանի եւ պլան չասեմ, մասկի շոուին նաեւ անդրադառնամ, երբ որ դուք ուժեղականները գնացել եք եւ, չգիտեմ, իսրայելացի ձեր ասելով ամենալավագույն գեներալներից մեկի հետ, չգիտեմ, գրում եք, ջնջում եք, խզբզում եք, լուսանկարվում եք, այնքան այդ ամեն ինչը զավեշտալի է, գիտեք, նոնսենս է ուղղակի։ Տպավորություններ, որ պաշտպանության նախարարությունից դելեգացիա էր գնացել ու ինչ որ պայմանագիր էր ստորագրում իսրայելացի, չգիտեմ, որ մի զորացրված գեներալի հետ։ Դեռ իշխանություն չեք, իշխանության ղեկին չեք ստանձնել այդ պատասխանատվությունը, մարդ իմանալ, թե այդ ինչ եք գրում կամ ջնջում։ Հասկանալի է, ֆոն եք ուզում ստեղծել, որ ռուսական ստվերը ձեզ չի հետապնդում։ Այդ ամեն ինչը հասկացանք, որ դրա համար էր այդ արտաքին վերնագրի, չգիտեմ, արտաքին տեսքի համար դա անում եք։ Բայց գիտեք, տենց լավ չի, ոչ թե Իսրայելից, այլ ես կասեի, օրինակ Յաշմայից պետքա զինվորականների հետ այդպես փորձեիք, գրեիք, ջնջեիք, փորձի փոխանակում անցկացնեիք, թե օրինակ Ադրբեջանի հնարավոր, չգիտեմ, հարձակման դեպքում, ինչպես պետքա մեր սպեցնազը պաշտպանվեր եւ հակառակ ռազմական գործողություններ իրականացնել օրինակ Ադրբեջանի տարածքում։ Միանգամից Յաշմայից մեկին, այդպես ասում եմ, մեկի հետ գործ ձեռնարկեիք
եւ գնայիք նրա հետ սկսեիք գրել, ջնջել, չգիտեմ, այդ ինչ եք գրում, ջնջում, մարդ իսկապես իմանար։ Ասենք իսրայելացի գեներալը ինչ կապ ունի հայոց բանակի պատրաստվածության, հայոց բանակի թիկունքը ամրապնդելու եւ ընդհանրապես ինչ գործ ունի նա Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգում, այսպես ասած, ճուտ հանելու համար։ Դուք նենց քայլեր եք անում, դուք ձեր ձեռքերով ամեն ինչ անում եք, որ ասում եմ, ձեր այդ կոպեկ առ կոպեկ հավաքած ձայները մսխեք, զրոյացնեք եւ փոշիացնեք ընդհանրապես, որովհետև դուք անում եք բաներ, որ ուղղակի տրամաբանության մեջ, ասում եմ, մարդու տրամաբանության մեջ անհնար է, էլի դա տեղավորել ու ընկալել, թե դա ինչի համար եք դուք անում։ Ասենք գնացեք, չգիտեմ, մի օր կիրգիզի ճարեք, մի օր թաթարի գտեք, մի օր, չգիտեմ, վրացու հետ գնացեք, խոսեք, բանակցեք, գրեք, ջնջեք, դից տարբեր երկրներից, տեսեք որտեղ ինչ-որ մի հատ զորացրված գեներալ կա, հավաքագրեք ու տենց զորացրվածներով մտածեք, թե օրինակ ոնց եք ուղղելու հայոց բանակի մեջքը, չէ իրոք այս ամեն ինչը շատ ծիծաղելու է, չնայած ողբերգություն է, եթե մենք ավելի խորը մտածենք, այս ամեն ինչը ողբերգություն է, որ դուք պետք է գնաք ու մնաք, չգիտեմ, իսրայելացի ինչ-որ մի գեներալի հույսին, ասում եմ, տենց լավ չի, միանգամից Յաշմայից գեներալ գտեք ու սկսեք հետը այդպես բանակցել, միանգամից բոլոր հարցերը տեղը կընկնեն։